թե որևէ մեկը աշխարհում ուրախանալու է ապրիլի 24-ի շրջանակներում, դա բարելու տոն չի, դա հենց նույնն է ցույց է տալիս, թե Էրդողանի մտքի թռիչքը ինչքան կարող է լինել, որ ցեղասպանության առիթով այդ դրա մասին ասի եւ ընդհանրապես պետք է նայել հետեւյալին, հա Էրդողանը չի տեսնում, որ մենք մենակով չենք։ Այնպես որ եթե ինքը տեսնում է, որ մատունը սպիտակ է, դրան սև է ասում, արդեն պատկերացեք, թե Թուրքիան ինչ է իրանից ներկայացնում առնվազն Էրդողանի ղեկավարության շրջանակներում։ Մեկնաբանելը անիմաստ է այդ ցինիկ երևույթների։ Դավիթ Օղլուն ուրիշ ուղերձ հավաքում օրեր առաջ Թուրքիայի մշտական գաղափարներ, մեկը փորձում է լինել դուրեկան աշխարհին, մյուսը իր որևէ մի զգացում չի կարող պահպանել եւ ապացուցել։ Ցավում եմ, որ Թուրքիայում այսօր կա Էրդողան, Դավիթ Օղլուն, որը փորձում է Թուրքիայում ինքնուրույն զարգացնել մեծ երկիր դարձնել, բայց այս ուրախությամբ ունեն ընդամենը այն, ինչ ունեն։ Եվ այդ իմաստով մենք պետք է ուղղակի անփերատար նայենք հարևաններին չեն ընտրում։ Այդ հարևանները մենք պետք է հասկանանք ինչպես անենք, որ այդ հարևանների հետ ապական մեր արդեն մեր ճանապարհը։ Մենք իսուրադրությամբ ճիշտ ուղղում ենք, մենք զարգացնում ենք այն գաղափարը, որ աշխարհում ճանաչեն, դատապարտեն եւ դրա հետևանքները, որոնք պետք է լինեն բնականաբար նաեւ հետեւալ մեր քայլերը, որոնք պետք է բերեն բոլոր այս խնդիրների լուծմանը, ինչպես փոխհատուցման, պետք է այդ ճանապարհով քայլենք առաջ։ Ապրիլի 25-ին մենք ինչ ենք անում 24-ից 25-ից աշխատելու ենք ամեն օր, որ ավելի անելիքն է մեծանում։ Ի վերջո 25-ից մեր կարգախոսներ առաջանում։ Ի վերջո շատ ճանաչումները մեր գործը շատացնում։ Սա բանով առաջին կառուցել հզոր Հայաստան եւ դրա հետ միասին մենք պետք է կարողանանք շարունակել մեր հարցը տանենք առաջ։ Չէ՞ որ մեր խնդիրը չլուծվեց ապրիլի 24-ից։ Ընդհանրապես պետք է լինի հարթական աշխատանքային օրը, որը մենք պետք է արթնանանք եւ մեր աշխատանքը ամեն 20